Պարոն Գալստյան, այս թեմայի շրջանակներում չեք ցանկանում կամ մտադրություն չունեք 1000 դրամանոցը փոխել 1000 ու 10000 դրամների գույնն ու դիզայնը փոխել կամ գոնե մեկն ու մեկը փոխեք, շատ են իրար խառնում, շփոթում, ընդունում եմ, մենք դրա մասին խոսեցինք, մտածեցինք ուղղակի Վահե ջան, այդ մեծ ծախսեր է լինելու, այսինքն այն թղթադրամները, որ մենք ունենք, մենք փորձեցինք այն հին նմուշի, եթե չեմ սխալվում 10000 դրամանոցի վրայի 10000-ը փոխեցինք, գրված, որ ինքը ավելի ակներև լինի, դուրս գա։ Որտեվ կան նաև արգումենտներ, որ ասում են դոլարները բոլորը նույն գույնի, նույն ձևի, նույն չափի ըստեյության, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի լինում, $10, $20-անոցի հետ ոչ մեկ չի խառնում։ Ես ընդունում եմ, որ կա ինչ-որ գունային գամայի նմանություն, բայց ամեն դեպքում, եթե ուշադիր լինեմ, պիտի որ խնդիր չլինի։ Քանի տարի մեկ է ընդհանրապես թարմացվում դրամը, մեկ էլ դոլարի մասով ասեմ, որ ես օրինակ չեմ շփոթում 10, 20, 50-ը եւ 100-ը իսկապես նույնիսկ գույնային երանգով տեկոս կանաչ են, բայց իրոք տարբերվում են, բայց այդ 1000 ու 10000-ը ձեր աչքի երանգընկալությունը շատ ավելի լավն է, քան իմը, որովհետեւ իմ աչքին այդ կանաչների տարբերությունը այդքան ակնբախ չի, ինչքան որ էս երկուսը էլի 1000-ն ու 10000-ը։ Բայց եթե ես չեմ սխալվում, մեր այս նոր սերնդի թղթադրամների համար մենք 3-ից 5 տարվա կյանք ենք ունենում, որովհետև իրանք կոմպոզիտային են, իրանք մենակ թղթից չեն, իրանք պլաստիկի էլեմենտներ ունեն իրանց մեջ, որը թույլ է տալիս մեզ որպես իրանց մաշվածությունը նվազի, այսինքն մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ծախսերը նվազեցնենք։ 18 թվականից Հայկը ասում է, չգիտեմ ճիշտ ասած չեմ փոխելու ժամանակն է, պարոն։ Չէ, ինչ որ բաներ կա, որ փոխվում է բնականաբար, բայց ամբողջությամբ սերիան փոխել այդքան ճիշտ չի լինի այս պահին, էլի դու պետք է ամբողջական սերիան փոխես կամ հազարները, չգիտեմ, այդ քննարկելու հարց է։